Ողջույն բոլորին։ Եթե ինձ լսում եք, ուրեմն ձեզ էլ է հետաքրքիր, թե ոնց են ծնվում իսկական ֆենոմենները։ Այսօրվա մեր վերլուծությունը նվիրված է հայկական երաժշտության պատմության մեջ երևի թե ամենաաղմկոտ հաջողություններից մեկին՝ Super Sako-ի գլոբալ հիթի Անատոմիային։ Մենք հավաքել ենք փաստերն ու տվյալները, որպեսզի հասկանանք, թե ինչպես մի հայկական ռեփ երգ կարողացավ նման աննախադեպ համաշխարհային մասշտաբի հասնել։ Պատրաստվեք, որովհետև հիմա դետալ առ դետալ քանդելու ենք այս ամենը։ Գիտեք, թվերի ահառելի մասշտաբն այստեղ ուղղակի ապշեցուցիչ է։ Խոսքը վաղուց արդեն ինչ-որ լոկալ հաջողության մասին չէ, խոսքը միլիոնների մասին է։ Մեր ուսումնասիրած աղբյուրները հատկապես առանձնացնում են այն փաստը, որ ֆրանսիացի սուպերստար Մայտրե Գիմսի հետ արված ռեմիքսը պարզապես պայթեցրեց ինտերնետը, ապահովելով տասնյակ, նույնիսկ 100 միլիոնավոր դիտումներ YouTube-ում։ Պատկերացնում եք այս ազդեցությունը։ Սա արդեն պարզապես երգ չէր, սա մի մեծ գլոբալ շարժում էր, որը ստիպեց աշխարհին ապրել մեկ միասնական ռիթմի տակ։ Մաս առաջին ֆենոմենը կամ ինչպես մի գնան դարձավ 2016-ի մեգահիթ։ Ամեն ինչ սկսվեց 2016-ին, երբ դուրս եկավ այս ստեղծագործությունը Հայկոյի մասնակցությամբ։ Ու ամենահետաքրքիրն այստեղ այն խելահեղ աշխարհագրությունն է, որը թրեքն ունեցավ Հայաստանից մինչև Ֆրանսիա, արաբական երկրներ, Թուրքիա ու պատկերացրեք, նույնիսկ Հնդկաստան։ Սա ուղղակի անհավանական է, չէ՞։ Երգը ամբողջությամբ կոտրեց լեզվական ու սահմանային բոլոր պատնեշները։ Մարդիկ լսում ու պարում էին, նույնիսկ եթե մեկ բառ հայերեն չէին հասկանում։ Այն իսկապես վերածվեց համաշխարհային հիմնի։ Եվ ուշադրություն դարձրեք այս փաստին։ Նա առաջին հայ рэփերն է, որ կարողացավ զուտ հայերեն երգով գրավել միջազգային չարթերի առաջին հորիզոնականները։ Ուղղակի մի պա մտածեք այս մասին։ Սա հերթական սովորական նվաճում չէր, սա առանց չափազանցնելու պատմական պահ էր հայկական երաժշտության համար համաշխարհային բեմում։ Սա այն կարևորագույն դետալն է, որն ապացուցում է, թե որքան աննախադեպ է այս հաջողությունը։ Մաս երկրորդ. Երևանից Լոս Անջելես կամ որտեղից սկսվեց այս ամենը։ Որպեսզի հասկանանք այս ֆենոմենի արմատները, եկեք ժամանակի անիվը մի փոքր հետ տանք։ Սաքոն ծնվել է Երևանում։ Հետո արդեն 90-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, Լոս Անջելես։ Ու հենց այնտեղի բազմաշերտ հայկական համայնքում էլ նա սկսեց իր առաջին քայլերը որպես DJ եւ рэփեր։ Այսինքն, հենց այս ճանապարհորդությունը Երևանից դեպի ամերիկյան մշակութային միջավայր դարձավ այն ինկուբատորը, որը տարիներ անց 2016-ին պիտի ծնել այս մեգահիթը։ Մաս երրորդ. մշակույթների և ոճերի համադրությունը։ Եկեք հասկանանք գաղտնի բանաձևը։ Իրականում մենք գործ ունենք երկու լրիվ տարբեր աշխարհների հետ։ Մի կողմում ավանդական հայկական մեղեդիներն են, ժողովրդական ու այսպես կոչված ռաբիս էլեմենտները, իսկ մյուս կողմում զուտ ամերիկան հիփ-հոփն ու ժամանակակից բիթերը։ Ու գիտեք որն է Super Sako-ի հաջողության իրական գաղտնիքը։ Նա կարողացավ այս երկուսը վարպետորեն խառնել իրար։ Նա կամուրջ գցեց այս երկու բևեռների միջև, ստեղծելով միանգամայն նոր հնչողություն։ Սա շատ նուրբ նորարարություն է, պահել ավանդականի հոգին, բայց տալ դրան ժամանակակից ուժեղ դինամիկա։ Ու այս նոր ոճը թույլ տվեց նրան աշխատել բացարձակապես տարբեր արտիստների հետ։ Մի կողմում մերոնք են Արման Հովհաննիսյան, Սպիտակցի Հայկո, մյուս կողմում համաշխարհային հսկաներ Սնուփ Դոգն ու Մայտրե Գիմսը։ Պատկերացնում եք դիապազոնը։ Այսինքն նրա երաժշտությունը իսկապես երկկողմանի ճանապարհ է։ Այն տեղական արվեստը հանում է միջազգային հարթակ եւ հակառակը։ Նա դարձավ այս երկու աշխարհների կենթանի կապող օղակը։ Անցնենք 4-րդ մասին՝ միջազգային չարթեր եւ մրցանակներ։ Բնականաբար, այսպիսի եզակի խառնուրդը չէր կարող աննկատ մնալ ու մնալ առանց գնահատականի։ Եվ խոսքը միայն կոմերցիոն թվերի ու փողի մասին չէ։ Նա բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր է։ Ու ինչն է ամենակարևորը ըստ մեր աղբյուրների, նա արժանացել է այդ մրցանակներին եւ հենց Հայաստանում, եւ հայկական Սփյուռքում։ Սա նշանակում է, որ իր համայնքը նրան լիովին ընդունեց։ Ունենալ գլոբալ հնչողություն, բայց արժանանալ քո սեփավաժողովրդի խորը գնահատականին, համաձայնեք, դա հազվադեպ ու շատ արժեքավոր ձեռքբերում է ցանկացած արտիստի համար։ Եվ վերջապես, մաս 5-րդ. բիզնես եւ նորարարություն։ Ինչ կա երաժշտությունից այն կողմ։ Գիտեք, ժամանակակից աշխարհում մենակ լավ երգելը հաճախ հերիք չի։ Մեր ուսումնասիրած աղբյուրները շեշտում են մի շատ կարևոր դետալ։ Նա ակտիվորեն զբաղվում է բիզնեսով։ Նա իր երաժշտական հաջողությունն ու ճանաչումը կարողացավ վերածել լուրջ բիզնես նախագծերի, ստեղծելով իր սեփական ապրանքանիշն ու պրոդուկտների գիծը։ Նա ցույց է տալիս, թե ոնց կարելի է լինել ոչ միայն ստեղծագործող, այլև նորարար, որը հասկանում է, թե ինչպես կառուցել կայուն, անկախ անձնական բրենդ։ Սա հաստատ պրոֆեսիոնալիզմի մի ուրիշ մակարդակ է։ Այսպիսով մենք հասկացանք Super Sako-ի ֆենոմենը։ Լոս Անջելեսից մի հայ տղա վերցրեց ավանդականն ու ժամանակակիցը, խառնեց իրար ու պարզապես գրավեց աշխարհը։
Ու հիմա մի շատ տրամաբանական հարց է առաջանում. ով է լինելու հաջորդը։ Քանի որ աշխարհն անընդհատ փոքրանում ու կապակցվում է, միգուցե հենց տեղական, շատ լոկալ հնչյուններն են լինելու վաղվա գլխավոր համաշխարհային թրենդը, իհարկե, ճիշտ ու ժամանակակից փաթեթավորման դեպքում։ Մի հատ մտածեք այս մասին, երբ հաջորդ անգամ միացնեք ձեր playlist-ը։ Շնորհակալություն, որ այս վերլուծության ընթացքում մեզ հետ էիք, շարունակեք բացահայտել նորը անսպասելի վայրերում եւ մինչ նոր հանդիպում։